Հարգարժան նախագահողներ, պատգամավորներ եւ հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Բարսագույն դատական խորհրդի կողմից իրականացվող դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում ծրագրի 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Ծրագրի նպատակն է դատական իշխանության անկախության երաշխավորումը, բնականոն գործունեության եւ դատական պաշտպանության իրավունքի ապահովումը։ Բարսագույն դատական խորհրդի եւ դատարանների 2026 թվականի պետական բյուջեի նախագիծն ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման կազմում է շուրջ 16.8 միլիարդ դրամ, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 22 միջոցառում։ Հարկ եմ համարում նշել, որ 2026 թվականի բյուջետային հայտով դատական իշխանության կողմից ներկայացվել է շուրջ 18.9 միլիարդ դրամի ֆինանսավորման հայտ, սակայն նախագիծը պակաս է հայտից շուրջ 2.1 միլիարդ դրամով կամ 10.9%-ով, որից ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի մասով հայտով նախատեսվել է 340.8 միլիոն դրամ, վարչական սարքավորներ հոդվածով, որը նախագծով պակասեցվել է ամբողջությամբ։ Ընթացիկ ծախսերն առանց աշխատանքի վարձատրության ուղղվող գումարների հայտի նկատմամբ նվազել են 735 միլիոն դրամով կամ 23%-ով, որից միայն կապի ծառայությունների գծով նվազեցումը կազմում է 618 միլիոն դրամ կամ 54%։ Կառավարության որդեգրած քաղաքականությունից ելնելով նախագիծը ներկայացվել է հայտի նկատմամբ վերոնշյալ նվազեցումները կատարելուց հետո դատական համակարգի բյուջեի յուրաքանչյուր միջոցառումից եւս 4% նվազեցումով։ Արդյունքում աշխատանքի վարձատրության ուղղվող գումարներն ընդհանուր առմամբ նվազել են շուրջ 976 միլիոն դրամով կամ միջինում 6.4%-ով։ Հայտի եւ նախագծի միջև առկա տարբերություններով հանդերձ տեղեկացնում եմ, որ ներկայացված նախագծի վերաբերյալ առարկություններ եւ անհամաձայնություններ չունենք։ Ուստի ձեր քննարկման է ներկայացնում 2026 թվականի բյուջեի նախագծի եւ 25 թվականի ճշտված բյուջեի համեմատականը։ Դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում ծրագրի 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է շուրջ 16.8 միլիարդ դրամ, որը պակաս է 2025 թվականի ճշտված բյուջեից շուրջ 800 միլիոն դրամով։ Կառուցվածքային առումով Բարսագույն դատական խորհրդի եւ դատարանների նախագիծն ունի հետեւյալ բովանդակությունը։ Ընթացիկ պահպանման ծախսեր 16.5 միլիարդ դրամ, որն իր մեջ ներառում է աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարների, գրասենյակական եւ կենցաղային ապրանքների, վարչական եւ կառավարչական ծառայությունների, տրանսպորտային նյութերի, կապի էներգետիկ կոմունալ ծառայությունների ձեռքբերման եւ այլ ծախսեր։ Դատարանների բնականոն գործունեությունը ապահովելու համար չկանխատեսվող ծախսեր պահոստային ֆոնդը 330 միլիոն դրամ, որը օգտագործում է Բարսագույն դատական խորհրդի որոշումներով։ Ընդհանուր առմամբ ընթացիկ ծախսերը նվազել են շուրջ 425 միլիոն դրամով, որը կազմում է 2.5%։ Ընդ որում ընթացիկ ծախսերի 85.1%-ը կամ շուրջ 14.4 միլիարդ դրամը աշխատանքի վարձատրության ուղղվող միջոցներն են, որոնք 2025 թվականի նկատմամբ նվազել են 26.9 միլիոն դրամով։ Դատարանների պահպանության շարունակական երկրկնվող ծախսերը կապված դատարանների նորմալ պայմանների ապահովման հետ կազմում են շուրջ 2.1 միլիարդ դրամ կամ ծրագրով նախատեսած ընթացիկ ծախսերի մոտ 14.9%-ը, որը գործող բյուջեի նկատմամբ նվազել է 398 միլիոն դրամով։ Կապի ծառայությունների գծով նվազել է 418 միլիոն դրամով, իսկ մնացած հոդվածների գծով աճել է 20 միլիոն դրամով։ Ոչ ֆինանսական ակտիվների գծով կապիտալ ծախսերի մասով ընդհանրապես գումար չի նախատեսվել, մասնավորապես վարչական սարքավորումների գծով ծախսերը նվազել են 374 միլիոն դրամով։ Շնորհակալություն
Եթե հարցեր կան կպատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն Գալստյան, հարցեր անդրեմ դիմացին։ Ինչ։ Շնորհակալ եմ։ Պարոն Գալստյան, իմ հարցը վերաբերում է դատական մատչելիությանը։ Երեկել է ես առիթ օգտագործել եւ ասացի, որ մասնակցում էի մի միջոցառման հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնված, որը վերաբերում էր այս թեմային եւ դատարանների արդարադատության մատչելիությանը, մասնավորապես դատարանների ֆիզիկական մատչելիությանը եւ ընթացակարգերին, ինչպես նաեւ դատավորների զգայունությանը հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատությունը ուրեմն մատչելի դարձնելու ուղղությամբ։ Մենք այս իմաստով ունենք նաեւ միջազգային պարտավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով սահմանված եւ ոլորտը դեռևս շատ բացեր եւ անելիքներ ունի։ Այս իմաստով ուզում եմ իմանալ, արդյոք ձեր նախնական հայտում բյուջեի կամ գուցե արդեն այս պահին մեզ ներկայացված ներառված են ֆիզիկական մատչելիության ուղղված միջոցառումներ, որովհետև դատարանների շենքերը բոլորս էլ գիտենք, դրանք նոր կառուցված չեն, բայց այնուամենայնիվ որոշ դեպքերում հնարավորություն կա դրանց ֆիզիկական մատչելիությունը ապահովելու։ Այս ուղղությամբ արդյոք նախաձեռնություններ եղել են թե ոչ, քննարկվել է ծախսերում, այսինքն բյուջեում նման ծախսեր ներառելը եւ երկրորդ հարցս վերաբերում է արդեն դատավորների զգայունության բարձրացմանը, ասեմ, որ կազմակերպությունները նախաձեռնել են ուղեցույցների մշակում, որպիսի աշխատեն դատարանների, դատավորների հետ, բարձրացնելու դատավորների իրազեկությունը, զգայունությունը եւ ինձ հետաքրքիր է ձեր դիրքորոշումը, ձեր կարծիքը այս ուղղությամբ, արդյոք այս մասով դուք պատրաստակամ եք համագործակցելու եւ որքանով եք կարեւոր համարում, որովհետեւ ասեմ, որ ես ազդակ եմ ստացել, որ ձեզ դիմել են, դեռևս արձագանք չեն ստացել, բայց ես կարծում եմ, որ սա զուտ գուցե տեխնիկական հարց է եւ առաջիկայում լուծում կստանա։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Առաջի հարցի հետ կապված մենք առանձին տողով նման ֆինանսավորում չենք ստացել նախորդ տարիներին եւ այս տարվա բյուջեով էլ հաստատված արդեն նախագծով չունենք, բայց դա մեր ամենօրյա օրակարգում է, մենք քննարկում ենք, որոշում ենք, թե որ շենքերն են առաջնահերթ ու հնարավորություն է տալիս այդ շենքի իր կառուցվածքով, որ կարող ենք որ այդ փոփոխություն անենք ու անում ենք։ Եթե չեմ սխալվում, անցած տարի շուրջ 20 շենք ապահովել ենք նման հարթակներով, որպեսզի մատչելի լինի։ Իսկ երկրորդ հարցի հետ կապված պատրաստակամ եմ, ես պատրաստ եմ ձեր հետ քննարկելու հասկանալ դա ինչ է դա կապված, որ կազմակերպությունն է, որ հասարակական կազմակերպությունն է։ Իսկ հանդիպումներ պարբերաբար կազմակերպվում են ու մենք միայն գովերգում ենք, դա ոչ մի խնդիր։ Շնորհակալություն։ Արձագանք չունեք, դիղազեն հարց ունեք, խնդրեմ։ Պարոն Գալստյան, շատ զարմանալի էր, որ դուք առարկություններ չունեք, ինչքան էլ որ նվազել է ձեզ հատկացվող բյուջեն, բայց հարցս այլ բան, մի շատ տարածված հարց եմ ուզում ձեզ տալ, նաև արդարադատության նախարարին եմ ուզում տալ, որովհետև շատ այդ մաս են խոսում, տեսեք, դատավորների աշխատավարձերի բարձրացման քաղաքականության համատեքստում վստահ եմ դուք եք տեղյակ այդ հարցի վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձը ըստ էության նվազեց, այն սկզբնական աշխատավարձը, որ ունեինք իրենց 15% հավելումով 2024 թվականի հունվարի 1-ից դա նվազեց ու մինչև այսօր կարծես այդ վերաբերյալ որևէ տեսակի գործունեություն որևէ մեկի կողմից չի իրականացվել, բայց եթե արդարության տեսակետից նայենք, այդ մարդիկ այդ աշխատանքին անցել են հենց այդ սպասելիքն ունենալով այդ աշխատավարձը ստանալու, բայց 2024 թվականի հունվարի 1-ից իրականում չեն ստանում այդ նախատեսված աշխատավարձը։ Ինչ կարծիք ունեք դուք այս մասին, ինչպես կարող ենք սա արդարացի էլի լուծում տալ։ Շնորհակալություն հարցի համար։ Պիտի արդարացի լինեմ ու արդարացի պատասխանեմ, որ դատավորների աշխատավարձը չի նվազել։ Այո, արձանագրենք այն փաստը, որ աշխատավարձը իրավունք չունենք նվազեցնել, չի նվազել։ Ուղղակի մեր ֆինանսների նախարարության քաղաքականությունից ելնելով նվազեցվեց հավելավճարը 16%, որոշ տեղեր 14 կախված աշխատողների քանակից։
Այդ մասը նվազեցրել են ու դրանով ոչ մի արդյունք չունենք, դա քաղաքական որոշումա բոլորինն է նվազեցվել, այնպես որ ստիպված ենք համակերպենք, բայց ես առաջնահերթություն եմ տալիս այս բանին, ինչ թող ինձ ներեն մեր դատավորները, դատական ծառայողների աշխատավարձի հետ կապված խնդիրը ու ամենօրյա մեր էլի օրակարգում է ու ակտիվ քննարկումներ են ընթանում, որ մենք բարձրացնենք դատական ծառայողների աշխատավարձները, կարծում եմ ավելի անարդար ու ավելի ցածր է դատական ծառայողները, որոնք շատ անհամեմատ բարձր էլի աշխատանք են կատարում ու դա պետք է գնահատվի եւ բարձրացվի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ արձագանքեմ նախորդ անգամ էլ հիշում եք հենց այս քննարկման ժամանակ ես էլի դատական աշխատողների աշխատավարձի վերաբերյալ խոսել ու կարծես էլի մի տարին պատտվեց մենք ոչ մի արդյունք չունենք այս պահին ուզում եմ մի քիչ այս ասով ավելի արագ գործունեություն ծավալենք եթե կա ազգային ժողովի պատգամավորների աջակցությունը խնդրեմ ես պատրաստ եմ Մեծ հույսով սպասում ենք Շնորհակալություն այլ հարցեր Պարոն Գալստյան, ես մի հատ տեխնիկական հարց ունեմ, նախ պետք է ասեմ, որ ցուցանիշները բավականին հստակ էին, արդյունքային եւ սա մեզ ողջևորում է, որովհետեւ գիտեք բավականին երկար փորձել ենք իրար հետ հստակեցումներ մտցնենք։ Մեկ ցուցանիշ կա, որ խնդրել է որպեսզի հստակեցնենք Երևան քաղաքի առաջին ադմինիստրատիվ իրավասության քաղաքացիական դատարանին է վերաբերում։ Ինչ արբիտրաժային գործերի։ Հա, արբիտրաժային գործերի տոկոս մյուս տարի նախատեսված է 0 բեկանված դատական ակտերի թիվը կայացած դատական ակտերի թվում արբիտրաժային գործեր տոկոս։ Միայն այս թիվն է մեր մոտ հարցը առաջացրել 1 երկրորդն էլ Ստիկին Գալյանն էլ լավ է միացավ ու ինքն էլ լսի։ Երկրորդն էլ նոր դատորնից մեկին եմ տեսնում, ասում ոնց է, ասում շատ ծանրաբեռնված եմ։ Ասում եմ դե հասկանում եմ, բայց փորձել ես արհեստական բանականության գործիքների օգտագործմամբ, հա, որոշակիորեն թեթևացնես, ասում եմ, ես այդքան ժամանակ չունեմ ախր հիմա նստեմ այդտի սովորեմ, ու ես հասկացա, որ մենք խնդիր ունենք, որովհետև եւ արհեստական բանականության գործիքները մենք շատ արագ պետք է օգտագործենք եւ մեր դատավորները պետք է հասկանան դա ինչ է եւ սա կարող է էապես բարձրացնել հետազոտության ժամանակի, այսինքն ոչ թե բարձրացնել, այլ կրճատել ժամանակի տևողությունը։ Ինչ ունենք այս ոլորտում, ինչ ենք նախատեսում անել, գիտեմ հարցը մեկ ավելի գլոբալ է, բայց կարող է այս ռուտինայից բովանդակության անցնելու փուլում մենք կարողանանք ավելի լավ արդյունքներ արձանագրել։ Խնդրեմ, պարոն Գալստյան։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Այդ բաներ Երևանի Արաչյացյանի քաղաքի հետ 0-ի հետ կապված արբիտրաժի մենք քաղաքացիական դատավարության էլեկտրոնային տարբերակը որ ներդրեցինք արդեն ուղղակի ծրագիրը թույլ չի տալիս որ տարանջատենք արբիտրաժային գործերը մյուսներից դրա համար այդտեղ 0-ը դրվել բայց այդ մասով աշխատանքներ են տարվում որ հետագայում հնարավոր լինի այդ ցուցանիշներ ճիշտ ձևով տարանջատել եւ նշել Իսկ երկրորդ հարցի հետ կապված աշխատանքներ պարբերաբար տարբեր առումով դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու հետ կապված մեր արդարադատության նախարարության գործընկերների հետ աշխատում ենք, ձեր ասածն էլ հաշվի կառնենք, փորձենք, որ բարձր արդյունքներ ունենանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Գալստյան, արձագանք չեմ, այլ հարցեր չկան։